Ինչ վերաբերում է բնակարանային ծրագրին, ասեմ, խոչընդոտները այնքան չեք պատկերացնի չափը քանակը խոչընդոտների, բանակի շարքերը երևի թե մեծամասամբ արդեն արցախցիներն են, կոչերը եւս մեր մեջ այսպես սահման դնելու համար է, մեզ տարանջատելու համար է, մենք ինտեգրված ենք, մենք խնդիր չունենք, այս իշխանությունները ամեն բան անում են, որ մեր հայրենակիցները շարունակեն մնալ Բաքվի բանտերում 44 օրյայի ժամանակ խաղաբնակության մեջ այդքան զոհ չենք ունեցել, ինչքան որ եղել է այդ մեկ օրվա պատերազմական գործողությունների ժամանակ։ Արցախի նախագահը տեղեկացված է եղել այնքանով, ինչքանով ասել է Հայաստանի վարչապետը։ Տիկին Հակոբյան, ինչով է հիմա զբաղված Արցախի Հանրապետության ազգային ժողովը, ինչ գործունեություն են ծավալում պատգամավորները, տարին արդեն կարծես թե ավարտվում է, 2 ամսից քիչ է մնացել։ Երևի պիտի առավել անկեղծ լինեմ ասելով, ցավով ասելով, որ այդպես որպես ակտիվ գործունեություն ազգային ժողովը պայմանավորված պատգամավորների այդպես ցանկություններից չի կարողանում երբեմն շատ ակտիվ լինել, որովհետև դուք երևի թե տեսնում եք ինքներդ եւ հասարակությունը, որ ակտիվ հատվածը պատգամավորների դա շատ թվով քիչ մարդիկ են, որոնք շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը, գիտակցումը այդ որ կա առաքելություն է սա ոչ թե չգիտեմ պաշտոն կամ հարմարավետություն, որտեղ առավել եւս հիմա չկա ոչ հարմարավետությունը, ոչ այդ կոմֆորտ զոնան, որում եղել են շատ շատերը, բայց ամեն դեպքում այն ակտիվը, որ կա պատգամավորների մեջ թույլ չենք տալիս, որպեսզի այն ցանկությունները, որ ունեն Հայաստանի իշխանությունները, իրականան, այսինքն ինստիտուտը որպես այդպեսին վերանա։ Եվ մեր երևի թե գլխավոր գործունեությունը քաղաքական ուղղվածությամբ դա միջազգային հարթակներում դերակատարների հետ մեր հանձնախմբի, մեր ստեղծած հանձնախմբի Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի միջոցներով երևի թե ամենօրյա շփումներն ու արցախցիների վերադարձի իրավունքի բարձրաձայնումն է։ Ես ինչու եմ դա կարևորում, որովհետև այն բոլոր ներքին խնդիրները, որ կան Հայաստանի Հանրապետությունում, իհարկե դրանք մեր մշտական այսպես ուշադրության կենտրոնում են, բայց շատ կարևորում ենք միջազգային հարթակները, որովհետև կա միանշանակ գիտակցումը, որ ամեն դեպքում այս իշխանությունները հավերժ չեն, բայց ժամանակի մեջ հանկարծ այնպես չլինի, որ մարի մոռացության տրվի արցախցիների իրավունքները, Արցախ վերադառնալու մասով։ Եվ այն պահից, երբ Հայաստանում կլինեն ազգային իշխանություններ, այդ հարցը պիտի լինի հենց այդ իշխանությունների օրակարգում։ Իսկ եթե բանակցային գործընթաց, ապա օրակարգում պիտի լինի միանշանակ այդ հարցը։ Արցախցիներին նաև կոչ են անում այստեղ տնավորվելու, Ղարաբաղցի քույր եղբայրների կոչ են անում մայր հայրենիքում տնավորվելու։ Ինչ են անում արցախցիների համար, որպեսզի գոնե թե արցախցիները չարտագաղթեն Հայաստանից, մնան, աշխատեն ու ավարեն մայր հայրենիքում։ Գիտեք, իրականում արտաքին քաղաքականության մեջ մենք ավելի հաջողություններ ենք գրանցում, քան ներսում Հայաստանի Հանրապետությունում, այն առումով, որ բոլորը դեռևս չի եղել մի հարթակ, նաև այն բարձրագույն հարթակները, որի մասին խոսում է Արցախը հանձնողը հենց, որի բրև թե չկա Արցախի հարց, այդպիսի մի հարթակ չկա, որտեղ չընդունեն կամ չլինի ընկալումը մեր իրավունքների։ Այսինքն կարծես այդ սպասումը նաև միջազգային օրակարգում կա, ունենալ կամ երբ կլինեն Հայաստանում իշխանություններ, ապա այդ հարցը արդեն կմտնի գործնական փուլ։ Ինչ վերաբերում է ներքին դաշտում, Հայաստանի ներսում, դե եթե խոսենք քաղաքականություն որպես այդպեսին այլևս գոյություն էլ չունի Հայաստանի Հանրապետությունում, այստեղ թակերով, մահակներով, հայհոյանքներով է վարվում կամ կոչվում քաղաքականությունը, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արցախցիներին վերաբերող կամ արցախցիների նկատմամբ վերաբերմունքին,
Դա ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը իր կաշվի վրա զգում է, հասկանում է եւ ամեն անգամ մենք ուղղակի արձանագրում ենք անում տարբեր առիթներով փորձելով ինչ որ հարցի կարգավորման մեջ դերակատարում ունենանք արցախցիների մասով։ Դե վերադարձի մասով այստեղ բացի ընդդիմության մեր գործընկերներից եւ արտախորհրդարանական քաղաքական հատվածի adekvat հատվածից բացի որևէ մեկի մոտ չկա այդ ընկալումը եւ հասկանալի է որ դա իրենց հենց քաղաքական ուղղությունն է եւ պայմանավորվածությունների արդյունքը իսկ սոցիալական առումով, հա, ինչը միանշանակ երևի թե այս պահին ամենաշոշալի ու ամենացավալի շոշափելի եւ ամենացավալի իրավիճակն է, որովհետեւ միգուցե սովորական հասարակ քաղաքացին չունի այդ գիտակցումը, որ սա քաղաքականություն է այն վիճակը, որում գտնվում է Արցախցի սոցիալական առումով, դա հենց քաղաքականություն է, որովհետև սոցիալական ծրագրերի կազմակերպումը եւս դա իրենց ներքին, այսպես քաղաքական ուղղվածություն է։ Եվ հասկանում ես ամեն անգամ առնչվելով խնդիրներին ու խնդիրներին, հասկանում ես, որ իհարկե նպատակ է ունենում քաղաքական ուղղվածություն եւ այդ նպատակը արցախցիներից ազատվելն է, որովհետեւ մենք բոլորը շատ լավ տեսնում ենք արտագաղթի չափերը, նաև տարատեսակ ծրագրեր այլ երկրներից կասկածելի, որոնք երբեմն այսպես ըստ օդում կախված լուրերի դա ֆինանսավորվում է նաև ինչ չէ Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, որպեսզի արցախցիները այդ ծրագրերը ուղղակի լքեն Հայաստանի Հանրապետությունը եւ սրան մեծապես իհարկե եւ իշխանությունների իմացությամբ, թույլտվությամբ եւ աջակցությամբ է տեղի ունենում։ Դրանք Հունգարիայի մասին էին խոսում, որ երեխաներին ճամբար են ուղարկում։ Ճամբար չէ, ոչ միայն ճամբար, այլ նաեւ ընտանիքներն են գրանցվում, որպեսզի տեղափոխվեն Հունգարիա, այնտեղ ծրագիրը 1 տարով է, որից հետո շատ-շատերը ուղղակի չեն վերադառնում։ Կան այլ եվրոպական երկրներ եւս, որոնք այդպես փոքր ծրագրեր են ավելի իրականացնում, բայց ամեն դեպքում ապահովում են արտագաղթը։ Տեսեք, հետաքրքիր է որն է, որ երբ մարզիկը արցախցի մշակույթի գործիչը փորձում է մրցումների գնալ կամ մշակութային ինչ-որ միջոցառման, ապա բազմաթիվ խոչընդոտներ են այդ առումով ունենում, սկսած ֆինանսականից, որ որևէ ֆինանսական միջոց հնարավոր չի լինում հայթայթելու, ընդհանրենք Եվրոպայի ինչ-որ առաջնության մասնակցելու համար կամ ինչ-որ մշակութային միջոցառման մասնակցելու եւ մյուս կողմից էլ հաճախակի մերժումները հենց դեսպանատների կողմից, երբ քաղաքացիություն չի ընդունել Արցախցի մարզիկը կամ մշակութային գործիչը եւ իր անձնագրում 070 կոդն է։ Այդ դեպքում եւս կա, հա, այսպես թույլ չեն տալիս մի խոսքով առանձնապես պարզաբանումներ չտալով, բայց ներքին կարգով ասելով, որ խնդիրը հիմնականում դա է։ Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին, որը ես անընդհատ դրա մեջ եմ ու հիմնականում պայմանավորված է դա այն հանգամանքով, որ հայրենակիցները մեր ես օրը, չգիտեմ, մի քանի ամենակիչը մի 10 զանգ այդ առումով ունենում եմ, սկսած այդ ոչ բարով իբրև թե բնակապահովման ծրագրից, որը հակառակն է, ես այլևս չեմ հանդիպում ինչ-որ որևէ մի ընտանիք, որը առանց վարկի հնարավորություն ունենալու կամ վարկ վերցնելու կարողանա օրինակ օգտվել այդ ծրագրից, եթե իհարկե դա հեռավոր ինչ-որ մի գյուղում խարխլված ինչ-որ մի տան մասին չէ խոսքը, որը իրենից երևի թե արժեք չի ներկայացնում, բայց երբ մարդիկ փորձում են սերտիֆիկատով գնել, ինչ-որ արժեք է ձեռք բերում այդ բառակայում, ինչ վերաբերում է բնակարանային ծրագրին, ասեմ, խոչընդոտները այնքան չեք պատկերացնի չափը քանակը խոչընդոտների, որ թվարկես, ես չգիտեմ, դա հնարավոր է ընդհանրապես շտկել ընդհանրապես այդ ծրագիրը, որը իրենք հրամցրեցին արցախցիներին, սկսած բանկում խնդիրներ ունենալուց, նույնիսկ եթե դու վերցրել ես իրենց պարտադրած քաղաքացիությունը, նույնիսկ եթե դու անցել ես բոլոր ընթացակարգերը, կարողացել ես քո փաստաթղթերը կարգավորել, սերտիֆիկատը ստանալ, միևնույն է հաջորդ փուլով բանկում ես խնդիր ունենում, որովհետև
եկեք ընդունենք, որ իհարկե դա բացահայտ չի արտահայտվում, բայց բանկերի համար նման իշխանությունները, որոնք ներկայացնում են պետությունը, հուսալի գործընկեր չեն եւ հնարավորինս խուսափում են։ Եվ այնտեղ բազմաթիվ այդ ծրագրում թերություններ կան, որը հենց պատճառ է դառնում, որովհետեւ բանկային օրենքի խախտումը տեղի ունենա, իսկ բանկերը այդ օրենքի խախտումը սահմանափակումներ ունեն, լրանում է քանակը, այլևս կենտրոնական բանկը թույլ չի տալիս, որպեսզի իրենք սպասարկեն նաև սերտիֆիկատները։ Եվ այդ առումով արդեն կան բանկեր, որոնք դադարեցրել են, իրենք ուղղակի իրավունք չունեն, իրենց օրենքը սահմանափակում է։ Այսպիսի մանր-մունր ինչ որ բաներ թվում է, որը տաքուկ աշխատասենյակներում առանց պատկերացնելու արցախցիների իրական իրավիճակը թղթի վրա ինչ որ մտքեր են հանձնել, որ այսօր դժվար է գործնականում մտնել արդեն այդ փուլը։ Ինչ վերաբերում է նաև մնացած առումներով սոցիալական վիճակին արցախցիների, եթե առաջ օրինակ շահարկում էին, որ աշխատանքի պահը, հա, շահարկում էին, որ շատ-շատեր այդ քաղաքացիությունը նաև չեն վերցնում, որպեսզի խուսափեն հայկական բանակի շարքում ծառայության անցնել, դա էլ է միֆ, դա էլ է կեղծ, որովհետև այսօր շարքերը հայկական բանակի, հայաստանյան, հա, հայաստանյան հատվածի բանակի շարքերը երևի թե մեծամասամբ արդեն արցախցիներն են եւ եթե սկզբում շատ-շատերը ուղղակի չէին ընդունում քաղաքացիությունը, որովհետև չգիտեին դրա քաղաքական հետևանքները, սպայական կազմը, պայմանագրային ծառայողները նաև սոցիալական վիճակից ելնելով ու չխուսափելով ծառայությունից վերցնում են քաղաքացիությունը, բայց էլի մտքում սրտում այդ վախը, որ այստեղ անպայման քաղաքական հետևանքներ են լինելու հետագայում, նաև մի առումով ուրախալի, որ վերցնում են, որովհետև շատ-շատերը, որոնց երեխաները դեռևս անչափահաս են, որդիները վերցնում են բացարձակ չխուսափելով հետագայում, որ իրենց որդիները պիտի ծառայեն բանակում, ես արդեն բազմաթիվ այդպիսի ընտանիքներ գիտեմ հենց իմ շրջապատում։ Մյուս կողմից աշխատանքի առումով դուք ինքներդ եք տեսնում արցախցիները որտեղ են այսօր աշխատում։ Բարձրագույն կրթությամբ, տարբեր հաստատություններ ղեկավարած, դպրոցի տնօրեններ, որոնք այո հոգեբանական խնդիր ունեն նույնիսկ մտնելու դպրոց, այստեղ, որոնցից մեկն էլ օրինակ ես եմ, շատ-շատերը այսօր աշխատում են օրինակ խանութներում կարող ես տեսնել, տղամարդկանց տաքսի վարելիս կարող ես տեսնել, որը շատ-շատ ցածր աշխատավարձ է, որով չեն կարող, ընտանիք չկարող միանշանակ եւ տան վճարել եւ օրինակ օգտվել բնակարանային ծրագրից, որը պարտադիր պահանջում է նաեւ հիպոթեկային վարկավորում, եթե իհարկե ստացվի ստանալը, որի շատ դեպքերում ուղղակի բանկերը մերժում են բավարար եկամուտ չունենալու պատճառով։ Նաեւ ծրագրերը շատ սոցիալական երբ մերժվեցին եւ հիմա շրջանառության մեջ է նախագիծ կա 1-2-3 հոգյանոց ընտանիքներին դա չնայած դեռևս նախագիծ է, եթե չեմ սխալվում եկող տարվանից 120 ամիս, այսինքն 10 տարի տրամադրելու իբրև թե դրանով թեթևացնելու բեռը, որպեսզի հետո կարողանան ծրագրից օգտվել։ Ես չեմ կարծում, որ դա խելամիտ ծրագիր է, որովհետև 1 կամ 2 հոգին հայաստանյան պայմաններում դա իհարկե բավարար գումար չէ եւ երկրորդը դա ճիշտ ուղղությունը չէ, որովհետև 1-2-3 հոգյանոց ընտանիքների համար պիտի խելամիտ ծրագիր ուղղակի մշակվել, որպեսզի մարդիկ կարողանային բնակարան ունենային։ Ինչ վերաբերում է հաստատվելուն, ինտեգրվելուն, ապրելուն Մայր Հայաստանում, ես չեմ կարծում, որ մենք ինտեգրվելու խնդիր երբևէ ունեցել ենք Մայր Հայաստանում, որովհետև մենք նույն հասարակությունն ենք, մենք նույն ժողովուրդն ենք եւ մենք ունեցել ենք այդ գիտակցումը, որ ունենք Արցախ հայրենիք եւ Հայաստան հայրենիք եւ երբևէ չենք տարանջատել, այսինքն այդ կոչերը եւս մեր մեջ այսպես սահման դնելու համար է, մեզ տարանջատելու համար է, մենք ինտեգրված ենք, մենք խնդիր չունենք առավել եւս հասարակության մեջ, որովհետեւ հենց հայաստանյան հասարակություններ, որ գրկաբաց ընդունեց
փորձեց հենց սկզբում իր միջոցներով թեթևացնել եւ նաեւ այդ ապրոմակցումը, որ մենք ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ առ այսօր։ Ինչ վերաբերվում է ուղակի ինտեգրվել այս իրավիճակին կամ ընդունել այս իրավիճակը, եթե կան այնպիսի արցախցիներ, որոնք ընդունել են այս իրավիճակը, ինտեգրվել են, հարմարվել են, ես միգուցե կոպիտ կհնչի, ես համարում եմ, որ իրենք ուղղակի հավասարապես դավաճանել են Արցախը, ինչպես եւ այս իշխանությունները կամ այն հայը, ով այդպես կմտածի, որտեղ ընդունել այս իրավիճակը, հարմարվել եւ այլևս չպայքարել տունդարձի համար, դա մեղմ ասած դավաճանություն է։ Այստեղ ես կարող եմ վստահաբար ասել, որ արցախցիների մեծ մասը չի հարմարվել, որովհետև վերջերս հանրային հատվածի հետ մեր արցախյան հանդիպումները դա են փաստում, որ ու գիտեք հետաքրքիր է որն է, որ ոչ թե մենք ենք գնացել, այլ շատ շատերը ուզել են հանդիպել եւ այդ հանդիպումները կայացել են, որտեղ իրենք մեզ սկսել են անհանգստացնել, որ պետք է ակտիվ աշխատանքներ ոչ միայն միջազգային հարթակներում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում տարվի, որովհետեւ հանկարծ այդ գիտակցումը չմտնի արցախցիների մեջ, որ պետք է մնալ ու հարմարվել այս իրավիճակին։ Արդյոք Արցախի պաշտոնյաներին Հայաստանի կառավարությունը ընդունում է հանդիպումների հրավիրում է, գոնե թե փակ ձևաչափերով հանդիպում ունենում եք դուք։ Ոչ, բացառվում է, ընդհանրապես դա եկեք ունենանք պարզընկալում այդ առումով, պաշտոնյաների հետ Արցախյան հատվածի, ինչպես նաև եւ օրենսդիր եւ գործադիր մարմնի հարաբերությունները դադարել են դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Պարզապես չենք խոսել դրա մասին երևի թե կամ քիչ ենք խոսել, որտեղ ես ամեն դեպքում փորձում եմ անդադ դա հիշեցնել։ Փաստ կարող են նայել այդ տեսանյութերը, որտեղ բազմաթիվ հարցեր 2020-ից հետո իմ կողմից են հնչեցվել հենց Արցախի պաշտոնյաներին, մասնավորապես արտաքին գործերի նախարարին, ազգային ժողովի նախագահին, խմբակցությունների ղեկավարներին, նախարարներին տարբեր, ինչպես նաև նախագահին այն ժամանակ։ Եվ բոլորից միանշանակ, նաև հանրային է դա հնչել, ստացել ենք մեկ պատասխան, որ ընդհանրապես չկա շփում Հայաստանի իշխանությունների հետ եւ այդ շփումների դադարեցումը հենց տեղի ունեցել Հայաստանի իշխանությունների կողմից, օրինակ մասնավորապես տարբեր նախարարներ, ազգային ժողովի նախագահը նաեւ հնչեցրեց, որ իրենց թե զանգերը, թե նամակները մնում են անպատասխան եւ երբևէ պատկերացեք արտաքին գործերի նախարարը 2020-ից հետո տեղեկություն չուներ ինչ քաղաքական կուրս ունի իշխանությունը Հայաստանի Արցախի մասով։ Սեպտեմբերի 19-ին դուք զանգ ստացաք։ Դավիթ Գալստյանը զանգ ստացավ, եթե չեմ սխալվում, ինքը հայտարարեց այդ։ Դավիթ Գալստյանը, էլի մեր գործը, Դավիթ Գալստյանը, չէ, Դավիթ Իշխանյանը։ Դավիթ Իշխանյանը, այո, զանգ էր ստացել։ Իհարկե այդ պահին ես չեմ եղել իր կողքայլիմ գործընկեր Դավիթ Գալստյանը, որը իդեպ արդեն բավական երկաժամանակ քաղբանտարկյալ է Հայաստանի Հանրապետությունում։ Մանրամասները իհարկե ես ամբողջությամբ չեմ տիրապետում, որտեղ ես այդ պահին այնտեղ չեմ եղել, բայց ես կարող եմ մի բան փաստել, որ ասում էին հենց մեր պաշտոնյաները, որ անընդհատ սեպտեմբերի 19-ին սկսած միանշանակ մինչ այդ որևէ կապ, որևէ հնարավորություն չկար, նույնիսկ մենք բազմիցս դիմել ենք եւ հանրային ձևով ազգային ժողովին, որ պետք է ազգային ժողովի համատեղ նիստը սահմանադրության պիտի տեղի ունենա 2020-ից եւ ընդհանրապես այս իշխանությունների օրոք որևէ համատեղ նիստ այդպես էլ տեղի չի ունեցել, այսինքն իրենք ամեն կերպ խուսափել են եւ տեսեք սեպտեմբերի 19-ից սկսեցին ակտիվանալ, այսինքն իրենք ստացվում է որ վերահսկում էին նաեւ այդ պահին, որպեսզի հանկարծ իրենց մտածածից այլ կերպ տեղի չունենան process-ները։ Եվ ինչու եմ ես դա վստահաբար ասում, որովհետև դուք շատ լավ հիշում եք սեպտեմբերի 19-ին Արցախը հանձնողը ինչպես հայտարարեց, որ Արցախում որևէ խնդիր չկա, խաղաղ բնակչությունը անվտանգ է եւ ամեն ինչ այսպես վերահսկելի է, որովհետեւ վերահսկելի իրավիճակ չկա։ Այն պահին էր դա ինքը ասում, երբ
զոհվում են խաղաղ բնակիչները, մասնավորապես երեխաները եւ պետք է փաստել, որ 44 օրյայի ժամանակ խաղաբնակության մեջ այդքան զոհ չենք ունեցել, ինչքան որ եղել է այդ մեկ օրվա պատերազմական գործողությունների ժամանակ խաղաբնակության մեջ եւ մասնավորապես երեխաների հատվածում։ Այսինքն այո, մինչ այդ, մինչ սեպտեմբերի 19-ը, ինչպես նաև նշում էին պաշտոնյաները, ինչպես նշում էր նաև Արցախի Հանրապետության այն ժամանակվա նախագահը, հարաբերությունները եղել են միայն Արցախի եւ Հայաստանի ղեկավարների միջև, այն էլ անձնային հարաբերություններ, ոչ պաշտոնական։ Այսինքն Արցախի նախագահը տեղեկացված է եղել այնքանով, ինչքանով ասել է Հայաստանի վարչապետը։ Թե ինչ է ասել, ինչքանով է դա իրականությունը եղել, կամ ինչու է հենց այդքանը ասել, դրա մասին մենք արդեն որևէ բան այս պահին չգիտենք ու չենք կարող ասել, բայց ամեն դեպքում իրավիճակը ընթացքում ցույց էր տալիս, որ Արցախի նախագահը տեղեկացված չէ եւ չի տիրապետում իրավիճակին եւ այն ժամանակ մեր կողմից հնչող մեղադրանքները Արցախի նախագահին զուտ այդ մասով էր, որ լռությամբ մասնակից է դառնում Արցախի հանձնմանը, այսինքն ինչ էինք պահանջում, որ պիտի կանգներ ու ասել, որ ժողովուրդ մենք չենք տիրապետում այլևս իրավիճակին, որտեղ Հայաստանի իշխանությունները մեզ այլևս որևէ բան չեն ասում։ Եվ դա նշանակում է, որ հետագայում մեզ շատ ավելի մեծ աղետներ են սպասվում, քան կարող ենք մենք պատկերացնել, քան նույնիսկ ներսում տեսնել։ Տիկին Հակոբյան, վերջում կցանկանամ անդրադառնանք հենց Բաքվում պահվող, գերեվարված, պատանդարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ոչ միայն նրանց։ Ադրբեջանի գլխավոր դատախազը պահանջում է բացի Բակոս Սահակյանից եւ Արկադի Ղուկասյանից, որոնց նկատմամբ պահանջում է 20 տարվա ազատազրկում, մյուս ու Ռուբեն Վարդանյանից բացի մյուսների նկատմամբ պահանջում է ցմահ ազատազրկում։ Ձեզ համար սա սպասելի է եղել։ Գիտեք, երբ պատանդարվեցին մեր հայրենակիցները, իհարկե բոլորս էլ շատ լավ հասկանում էինք, որ այս իշխանությունների օրոք այլ սցենար սպասել ուղղակի չի կարելի, ինչու, որովհետև ես վստահ եմ, առավել քան վստահ եմ եւ գնալով համոզմունք է դառնում դա, որ առանց Հայաստանի իշխանությունների իմացության կամ համաձայնության տեղի չի ունեցել դա։ Որովհետև ամեն դեպքում այս 2 տարի եւ ավել ժամանակահատվածը, որ պատանդարված ու գերեվարված են մեր հայրենակիցները, միայն դրա մասին է փաստում եւ Հայաստանի իշխանությունների պահվածքը։ Մենք որևէ միջազգային հարթակում, երբ բազմիցս հնարավորություն են ունեցել այս իշխանությունները ընդհանրապես հումանիտար դաշտ բերել եւ քննարկել այս հարցը, չենք տեսել դրա դրսևորումները, եկեք հաշվի չառնենք այն մանր-մունր նվնվոցները, որ այս իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից եղել են, դա էլ ուղղակի ներքին լսարանին իբրև թե ցույց տալու համար, որ տեսեք մենք ինչ-որ բան ենք անում։ Բազմիցս նաեւ հոխորտացել են, ասելով, որ հերիք է բավե խոսեք գերեվարված եւ պատանդարվածներից, հերիք է ինչ-որ ակցիաներ, միջոցառումներ անենք կամ խոսեք ընդհանրապես անուններ հնչեցնեք, լուրջ սկվեք, մենք մեր գործը անում ենք։ Գիտեք, համաձայն եմ, ընդունեցի իրենց ասածը, եթե իրոք դա ինչ-որ ճանապարհ էր, որը իրենք անում էին։ Դա ընդունելի կամ ընկալելի կլիներ մինչ օգոստոսի 8-ը, մինչ Վաշինգտոնյան իբրև իրենց հաղթանակած, իհարկե տխրահարճակ այդ պայմանավորվածությունները կամ նախաստորագրությունը, որ տեղի ունեցավ, ինչու եմ դա ասում, որովհետև եկեք ընդունենք կամ գիտակցենք կամ հասկանանք, որ գերեվարված եւ պատանդարված անձանց հայրենիք վերադարձի հարցը նման օրակարգով գնացող իշխանությունների համար, երբ իրենք խոսում են խաղաղության օրակարգ, այլևս որևէ խնդիր չունենք մենք, մեր համար թշնամի իրենց համար բարեկամ արդեն երկրների հետ, մասնավորապես Ադրբեջան եւ Թուրքիա, եւ վերջ, այլևս հաստատվել է, հիշում եք, հենց իրենք էին արդեն օգոստոսի 8-ին ասում, որ հաստատվել է խաղաղությունը։ Ես կարծում եմ, որ սա աքսիոմա է, ապացուցման կարիք չունի, որ նման օրակարգով գնացող
երկրների համար մինչ հասնելը որևէ ստորագրության, նախաստորագրում կլինի, հաստատում կլինի, չգիտեմ, բանակցություն կլինի այդ առումով, մինչ այդ լուծվում են բոլոր հումանիտար խնդիրները։ Եվ այդ հումանիտար խնդիրները այս իշխանությունների առջև երկուսն էին։ Միանշանակ մեկը մեր գերեվարված եւ պատանդարված անձանց անմիջապես առանց նախապայմանների ազատ արձակումը, դուք ասում եք բանակցային գործընթացը, այդտեղ չկա բանակցելու որևէ բան, սա հումանիտար խնդիր է, այսինքն շատ արագ ազատում է իրենց եւ հաջորդ կարևոր հարցը արցախցիների Արցախ վերադարձի հարցը, որը եւս հումանիտար խնդիր է, եւ որ մենք միջազգային հարթակներում այս հարցը բարձրացնում ենք, դա որևէ քաղաքական օրակարգ իր մեջ չունի։ Այն զուտ հումանիտար խնդիր է, որի շուրջ տեղի են ունենում քննարկումները։ Հետևաբար, եթե այս երկու հարցերի մասին մինչ նախաստորագրումը չի եղել եւ առավել այսպես ցցուն հարց է այդ առումով գերեվարված եւ պատանդարված անձանց վերադարձը հայրենիք, հետևաբար այս իշխանությունները ամեն բան անում են, որ մեր հայրենակիցները շարունակեն մնալ Բաքվի բանտերում։ Հետևաբար այն ինչ պահանջում են այսօր գլխավոր դատախազը, ինչ պահանջում է գլխավոր դատախազը Բաքվի, Ադրբեջանի, դա միանշանակ Հայաստանի իշխանությունների իմացությամբ, ցանկությամբ, թույլտվությամբ, միջամտությամբ է։ Եվ բնականաբար Ադրբեջանի համար սա մեծ ձեռքբերում է այդ առումով, որովհետև ունենալ իր բանտերում հերոս հայրենիք ազատագրած անձանց, նաև այն մեր գերեվարված հայրենակիցներին, ովքեր չեն հարմարվել այդ իրավիճակին, դրա համար են հիմա Բաքվի բանտերում, դա պատկերացնում եք իրենց ներքին քաղաքական օրակարգում ինչ մեծ այսպես դիվիդենդներ է հենց ապահովում իշխանությունների համար, ոգևորվածություն է տալիս, այո, դուք տեսեք Հայաստանի իշխանությունները ինչ մեծ նվեր են ուղղակի այս բային մատուցել մեր հայրենակիցների կյանքի հաշվին Ադրբեջանի իշխանություններին։